Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Անկարայցի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունը պաշտոնապես հաստատում դեռևս չի ստացել։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ չի կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը, ընդգծելով, որ Հայաստանի վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկությունը տրամադրվում է համապատասխան ժամանակին։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների եւ տարբեր այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 6-ին, որի ընթացքում դատարանը ուսումնասիրել էր փաստաթղթեր, իբր Հայաստանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Ադրբեջանի էկոլոգիային եւ տնտեսությանը դիտավորյալ վնաս հասցնելու փաստերի վերաբերյալ։ Իմպիչմենթի գործընթացը վաղուց սկսված է։ Գործընթացը սկսվելու է, երբ ազգային ժողովի մեկ падգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այս մասին հունիսի 12-ին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրքի մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը, որ հարցը ազգային ժողովի օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 36 падգամավորի ստորագրություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է. 36-ը ինչ կապ ունի, նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ Ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Ուղիղ հարց Բաքվից Երևանյան ֆորումին միացած ադրբեջանցի փորձագետին։ Իրողությունները խոսում են, տպավորությունը մեկը, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ինչ նորություններ կան իր երկրում այս թեմայի հետ կապված, փորձագետը ասում է, էլի են նախադեպեր եղել, երբ տարբեր աղբյուրներ պնդել են, որ Ադրբեջանը պատրաստվում է որևէ սադրանքի, պնդում է, դա միայն Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելու համար է, էլի է պնդում, այդ մոտեցումները պարզապես չափազանցություն են։ Դա անհրաժեշտ է Ադրբեջանին ագրեսիվ ներկայացնելու համար, իսկ Հայաստանին որպես այդ ագրեսիային ենթարկվող Արևմուտքը Հայաստանի շուրջ կոնսոլիդացնելու նպատակով, այլապես շատ դժվար կլիներ ռազմական օգնություն ստանալ ՆԱՏՕ-ի երկրներից եւ ՀԱՊԿ-ից։ Հայ փորձագետն իհարկե թարմացնում է ադրբեջանցի գործընկերոջ հիշողությունը։ Ադրբեջանի քայլերը, գործողությունները, ռազմական թեժ պատրաստությունները, եթե զուգորդենք պաշտոնական հռետորաբանության սպառնալիքների ծավալապաշտական խոսույթի հետ, ապա հնարավոր չէ հերքել փաստը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում։ Ադրբեջանագետը հիշեցնում է, Ադրբեջանն այսօր մեծաքանակ GF-17 կործանիչ է գնում, առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում 27 համատեղ առանձին վարժանքներ է անցկացնում։ Հենց այս պահին էլ Նախիջևանում Հայաստանի սահմանի մոտ, այստեղ ադրբեջանցին անհաջող հումոր է բանեցնում։ Ինչու եք կարծում, որ այս հարափոփող ժամանակներում հենց Հայաստանի դեմ են ուղղված ադրբեջանական վարժանքները։ Հարցնում է. Ռուսիվ Հուսեյնովը իբր պարզաբանում է, ասում է, Ադրբեջանը սովորականի պես ամրանում է անհրաժեշտության դեպքում միայն պարզապես պատրաստ լինելու համար։ Պարզ է, որ ադրբեջանական այս պնդումը քննադատության չի դիմանում։ Այո, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, բայց հեգնանքը այն է, որ այդ տեքստը համաձայնեցնելուց հետո 26 մամուլի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը առանց որևէ ապացույցի, թե հայկական կողմը կրակել է, բայց Ադրբեջանն է այս պահին կրակում Հայաստանի սահմանային գյուղերի վրա։ Իրավիճակը բավականին անհանգստացնող է ու ակնհայտ ցույց է տալիս, որ Բաքուն մտադրություն չունի խաղաղության գնալու։ Որպես ագրեսիվ պահվածքի մեկ այլ վառ վկայություն, նաև արևմտյան Ադրբեջան զավթողական կոնցեպտն է առաջ բերում։ Սա ոչ թե պարզապես քաղաքական խոսույթ, այլև համակարգային մտածողություն է, որ Ալիևը գործի է դնում իր երկրում։ Այդ զավթողական կոնցեպտը, որ շրջանառության մեջ է դրվել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ծավալուն ելույթով արդեն ինստիտուցիոնալիզացվել է։ Օրինակ 2023-ից 24 ակադեմիական տարում ներառվել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում։ Օրինակ 5-րդ դասարանից սկսած ադրբեջանցի երեխաները սովորում են, որ Հայաստանը իրենց պատմական հողն է։ Դա ոչ թե ուղղակի քաղաքական հայտարարություն է, այլ պետական ծրագիր։ Հայ բանախոսի պնդումները ադրբեջանցի փորձագետը հիմնականում թողնում է անարձագանք, փաստարկված հիմնավորումներ պարզապես չունի։ Կառավարությունում անդրադարձան Ճամբարակի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 6 քաղաքացի է զոհվել։ Անօթևան մնացածները գիշերել են հյուրանոցում, մի մասն էլ վերադարձել իրենց տները։ Նիստում ցավակցեցին զոհերի ընտանիքների անդամներին։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։
Հայաստանում կես միլիարդ դոլարանոց AI արհեստական ինտելեկտի գործարան կկառուցվի։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել ակադեմիական քաղաքում, որի գործարկումը տեղի կունենա 2026-ին։ Դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանն այսօր բավականին լավ ու հեռանկարային վիճակում է։ Ըստ նրա, եթե մեր երկիրը անվտանգության խնդիր ունենար, այսպիսի ներդրումներ այստեղ չէին արվի։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Արդարադատության նախարարությունը նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Սփյուռ Գալյանը նորություն չէ, որ հայտնեց, բայց եւ տեղեկացրեց, որ քրեական վերաքննիչ բողոքները քննվելու են գլխավոր ընթացակարգով։ Նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով, ինչ կլինի, եթե դրանք տևեն 10 ամիս եւ ավել, որովհետեւ պրակտիկայում նման դեպքերը մենք չենք կարող բացառել։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա, որովհետև ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունը այդ փուլում կավարտվի, ոչ, պետք է դատարանը միևնույնն է որոշում կայացնի, այսինքն կողմերի համար նշանակություն չի ունենա, բայց դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով։ Անապահովության գնահատական ունեցող ընտանիքների համար աշխատանք գտնելու հնարավորություն է տալիս կառավարությունը։ Ծրագիրը մի քանի մարզերում արդեն իրականացվում է։ Աշխատանք փնտրողները կարող են ստանալ ֆորմալ ուսուցում եւ անցնել գործի։ Կառավարությունն այս ծրագրին մասնակցող գործատուներին կաջակցի եւ կփոխհատուցի։ Air India ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ահմեդաբադի օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռում եղել է ավելի քան 242 ուղևոր։ Վթարի վայրում խիտ ծուխ է բարձրացել, օդանավի տարբեր մասեր ընկել են բնակելի շենքերի վրա։ Անձնակազմը տվել է ազդանշան, սակայն կապը ընդհատվել է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը հաստատել է Իրանի դեմ դատապարտող բանաձև, որտեղ նշվում է, որ Թեհրանը չի կատարում միջուկային պարտավորությունները։ Բանաձևը ներկայացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, պահանջելով բացատրություններ Ուրանի հետքերի հայտնաբերման վերաբերյալ։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 19 երկիր, դեմ են եղել Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Ամերիկայի եւ Իրանի միջև միջուկային բանակցությունների 6-րդ փուլը կանցկացվի հունիսի 15-ին Մուսկատում Օմանի միջնորդությամբ։ Քննարկումները վտանգված են ուրանի հարստացման հարցում կողմերի միջև խորը տարաձայնությունների պատճառով։ Ամերիկան պահանջում է Իրանի կողմից հարստացումից լիակատար հրաժարում, մինչդեռ Իրանը պնդում է, որ իր ծրագրերը խաղաղ նպատակներ ունեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի գործարանում ազոտի օքսիդի արտանետում եւ քիմիկատների արտահոսք է տեղի ունեցել։ Բնակիչներին տարհանել են արտահոսքի պատճառը դեռ հայտնի չէ։ Իրանի Պարսյան շրջանի նավահանգստի նավամատույցում հրդեհ է բռնկվել, դրա հետևանքով 10 առևտրային նավ է այրվել։ Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, լրացուցիչ եւ պաշտոնական տեղեկություններ կհրապարակվեն մանրակրկիտ հետաքննությունից հետո։ Եթե կենդանության օրոք ամբուլատոր քարտի վրա չեք նշել, թե մահից հետո թույլ չեք տալիս, որ ձեր օրգանները վերցնեն, ապա պոտենցիալ դոնոր եք։ Բժիշկները ըստ մեր օրենսդրության այնուամենայնիվ համաձայնություն պիտի ստանան ձեր ընտանիքից, հարազատներից, իրավական ձևակերպմամբ օրինական ներկայացուցչից։ Առողջապահության նախարարությունը որոշել է զարգացնել, կայացնել այս ինստիտուտը մեր երկրում, որ մահից հետո կյանք փրկողներն ավելանան։
Ընդհանրապես օրգանների փոխպատվաստման կայացման առումով մենք պիտի 3 հիմնասյուներ ունենանք։ Առաջինը իրավական կարգավորումներն են, եւ երկրորդը դրա իրականացման համաձայնության եւ մյուս օղակներում անհրաժեշտ իրավական կարգավորումներն են։ Ես կարծում եմ բավական այսպես զարգացած բանի մոտեցում է եղել, որը Հայաստանը որդեգրել է, որովհետև փորձնել ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ որ այս մոդելն է կիրառվում, դոնորության ինստիտուտը շատ ավելի զարգացած։ Աշխարհում յուրաքանչյուր տարի ըստ առողջապահական ամփոփ տվյալների իրականացնում են շուրջ 170,000 փոխպատվաստումային վիրահատություններ։ Այս թվի մեջ ներառված են նաև մեր երկրի ցուցանիշները, ընդ որում դիակային դոնորություն գրեթե չունենք, իսկ ողջ դոնորներից ամենաշատը երիկամի փոխպատվաստում է կատարվում, տարեկան մինչև 25 դեպք, լյարդի մինչև 5։ Բոլոր խնդիրները եւ դիակային եւ կենդանի մարդուց եւ ուղեղային մահից հետո վերցվող այս բոլորը շատ կապված են բարձր մակարդակի վերահսկողություն ունեցող սաներկի վերահսկողության ունեցող վերակենդանացման ծառայության է ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք ամենակարևոր չզարգանալու խոչընդոտներից մեկը այս ծառայության թերի լինելն է եւ երկրորդը ունենք մենթալիտետային, մշակութային, կրոնական ինչ որտեղ խնդիրներ օրգան տալու մշակույթը զարգացած չէ։ Հետմահու դոնորության ինստիտուտի կայացման համար ըստ ոլորտի փորձագետի նախ մեզ անհրաժեշտ է ստեղծել անկախ կառույց, որը ամբողջ համակարգը կվերահսկի, թե չէ Վարդանյանը պնդում է փոխպատվաստումների սև շուկան նրա ձևակերպմամբ ամբողջ հմայքով կարմատավորվի մեր երկրում։ Իսպանական հաջողված փորձն է օրինակ բերում, որը մեզ մոտ գործող նույն լրելյային համաձայնության սկզբունքով է առաջնորդվում։ Պետական հոգացության խնդիր կա։ Այսինքն ինչքանով պետական ֆինանսավորում լինելու այս դեպքերում։ Այսօրվա ռեսուրսներով չի կարելի ասել, որ անհնար է, բայց մեծ դժվարությունների առաջ են կանգնելու։ Ի դեպ, թե երբ համակարգի զարգացման քայլերը գործնական կլինեն, դեռ հստակեցում չկա։ Առողջապահական գերատեսչությունը ժամկետներ առայժմ չի նշել։ Աղիքային վարակների, այսպես ասենք, հարմարավետ ժամանակն է, օրերը տաքանում են, նրանք ակտիվանում, առաջիկայում կսկսվեն էքսկուրսիաները, պիկնիկները, բժիշկները հորդորում են, զգույշ եղեք։ Բերանային ճանապարհով փոխանցող հիվանդություններ են, այսինքն մենք կամ ուտում ենք ինչ-որ մի բան, որտեղ կան այդ հարուցիչները, կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, այսինքն երբ որ ձեռքերի վրա են հարուցիչները լինում եւ նորից բերան տանելիս վարակվում ենք այդ ինֆեկցիայով։ Նախորդ տարի մեր երկրում աղիքային վարակի 5 բռնկում եղավ, 2-ը Երևանում, 3-ը մարզերում։ Երկուսի դեպքում հանրային սննդի օբյեկտներն էին թերացել։ Սննդի ամենապարզ պահպանման ու պատրաստման կարգ կանոնն էին խախտել։ Նույն այս պատճառով էլ նաև մյուս բռնկումներ, ուղղակի արդեն խնջույքների ժամանակ մեկը բնակարանում։ Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է եւ շատ պարզ ու բանալ պատճառը, երբ ձեռքերը չեն ախտահանվում պատշաճի եւ սննդամթերքը ապտոտվում է ուղակի ձեռքերի միջոցով, որովհետեւ հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն արկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում եւ դառնում է բռնկման պատճառ։ Վարակի թիրախային խմբում հիմնականում երեխաներն են, ավելի շուտ են վերցնում այն, հիմնականում ավելի ծանր տանում։ Իսկ հիմա վիճակագրական տվյալները։ Այս հունվարից մինչև հիմա հոսպիտալացված գրեթե բոլոր մարդկանց ծանր վիճակը պայմանավորված է եղել բուժօգնությանը ուժ դիմելով, ավելի վատ առաջնային ու հաջորդական սխալ բուժական միջամտությամբ, սեփական նախաձեռնությամբ։ Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է, կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ։ Եթե ջերմությունն ու լուծը հաճախակի հեղուկ օգտագործմամբ չի անցնում, ապա բժշկի դիմելը խիստ անհրաժեշտ է։ Մասնագետները նաև տեղեկացնում են, որ աղիքային վարակների դեպքեր կան, հակաբակտերիալ դեղերը, նույն անտիբիոտիկները ոչ միայն անօգուտ են, այլև հակացուցված, ինքնագլուխ, օրգանիզմ հանկարծ չուղարկեք։
Հունիսի 12-ին Ափնագյուղի վարչական տարածքում գազալցակայանի հարևանությամբ բախվել են Volvo բեռնատարն ու Opel-ը։ Ըստ տեղեկությունների վերջինը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային վիճակ ստեղծել Volvo-ի եւ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով Opel-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Երկու հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վթարի հետևանքով տեսնում եք երկու ավտոմեքենաները Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Հունիսի 11-ին Կոտայքի մարզում Առինջ Ձորախբյուր խաչմերուկում բախվել են 59-ամյա Վահե Վարդանյանի Lexus-ը եւ 29-ամյա Տիգրան Գինոսյանի Toyota Camry-ն, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու բռնկվել։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Փրկարարության Աբովյանի շեջփրկարարական ջոկատի շեջփրկարարները մարել են Camry-ում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրագույտի։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ի դեպ այդ հատվածում պատահարներ հաճախ են ունենում, այդ թվում ողբերգական։ Պատասխանատուները օր առաջ պետք է կարգավորեն վտանգավոր խաչմերուկի երթևեկությունը։ Մինչ հրշեջների ժամանումը Toyota-ում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները, սակայն ավտոմեքենան տեսնում եք ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։